Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես Լուսի Քոչարյանը եւ հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով մեզ կարող եք հետեւել, իհարկե ի հավելումն ռադիո ընդունիչի, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե Facebook-յան հարթակը, այստեղ պետք է մտնեք հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ եւ մեզ հայտնաբերեք live stream-ի տարբերակով։ Մեկնաբանություններում կարող եք հարցեր, դիտարկումներ թողնել, դրանց հետևում եմ ինչպես միշտ եւ կուղեմ մեր այսօրվա հյուրին։ Իսկ մենք զրուցելու ենք Ավան հոգեկան առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն եւ Human Harmony կենտրոնի հոգեբուժ Գևորգ Փաշիկյանի հետ ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ այսօր մեր օրերի եւ մեր հանրության համար շատ ակտուալ թեմայի շուրջ ենք խոսելու, սթրեսով պայմանավորված հոգեկան խանգարումներ, խնդիրներ, ինչպես նաև հետ տրավմատիկ սինդրոմ, հա, այդ արտահայտությամբ, այո, սթրեսային խանգարում, նաև հայտնի է post տրավմատիկ, չէ, այդպես այդ բառը վերջերս շատ է շրջանառվում, փորձենք հասկանալ, թե դրանց մասնագիտական սահմանները որոնք են, ինչպես կարելի է ճանաչել եւ այսօր հոգեբուժությունն ինչ նորագույն մոտեցումներ է առաջարկում սրանց հաղթահարման հարցում, քանի որ ինչպես տարբեր ճյուղեր բժշկագիտության, կարծում եմ հոգեբուժությունը, հոգեկան առողջության այդ դիսցիպլինները նույնպես բավականին արագ զարգանում են։ Համաձայն եք, որ այսօր կայծակնային արագությամբ զարգանում են, այնինչ մենք ունենք 50-25 տարի առաջ, այսօր բավականին հնացած են համարվում։ Փորձենք տեսականորեն նախ հասկանալ, թե ինչն ենք համարում մենք սթրես մարդու կյանքում, մենք լուրջ սթրեսի մասին ենք խոսում, ոչ թե անձրև եկավ եւ մենք տխրեցինք, եւ ինչպես է այդ լուրջ սթրեսը կարող ազդել մարդու կյանքի որակի վրա։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Սթրեսը ապրում են յուրաքանչյուրը իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, բայց ոչ բոլորի մոտ են, որ ոչ adekvat հակազդում է լինում սթրեսին։ Սթրեսը շատ կարևոր է, որ սթրեսը լինի անձի համար սուբյեկտիվ կարևորություն ներկայացնող։ Օրինակ, այսպես ասեմ, ինչ որ մեկի համար փուչիկի պայթյունը ոչ մի բան է, բայց այլ անձի համար այդ փուչիկի պայթյունը ինքը կարող է սթրեսի պատճառ դառնալ ու այդ պահին ինքը օրինակ ունենա խուճապի գրոհ։ Այսինքն շատ կարևոր է, որ սթրեսը լինի սուբյեկտիվ կարևորություն ունեցող անձի համար։ Բայց եթե մենք խոսում ենք հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ կապված սթրեսի հետ, ապա սթրեսը դա միակ գործոնը չէ, որը որ բերում է հոգեկան առողջության խնդիրների։ Նախ դա էլ ասեմ, որ յուրաքանչյուր սթրեսի ոչ adekvat կամ անհամարժեք հակազդումը դրանք հոգեկան առողջության խնդիրներ են եւ պետքա այդ անունը տանք։ Նաեւ մարդիկ հասկանան, որ պետք չի խուսափել այդ բառից, հա, եւ հոգեկան առողջության խնդիր է, բայց պետք է մենք ճիշտ անունը տանք, որ կարողանանք նաեւ ճիշտ բուժում իրականացնել կամ կառավարել այդ խնդիրները։ Ամեն դեպքում վերադառնանք այլ պատճառներին, եթե մենք ունենք սթրես, ապա պետք է ունենանք նաեւ մի քանի այլ գործոններ, որոնց փոխազդեցության հետևանքով պետք է զարգանա որոշակի սթրեսի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ։ Օրինակ, դրանցից մեկը անձի ֆիզիոլոգիական վիճակն է։ Եթե անձը շատ հյուծված է, ապա ինքը ավելի ընկալունակ է սթրեսորի նկատմամբ։ Երկրորդը հոգեկերտվածք է, այսպես ասած։ Անձը, որ ունի թույլ հոգեկերտված կամ ավելի զգայուն է սթրեսորների նկատմամբ, դա եւս գործոն է, որ այդ սթրեսը այդ կոնկրետ անձի վրա ազդի, այլ ոչ թե ուրիշի։ Նա շատ կարևոր է նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը, կարևոր է նաեւ նախկինում տարած սթրեսները եւ հոգեկան առողջության այլ խնդիրները։ Դրանց համագումարի հետևանքով առաջանում է սթրեսի ոչ համարժեք հակազդում, որոնք տարբեր դրսևորումներ ունեն, այդ դրսևորումներն էլ կախված են նաև սթրեսի ուժգնությունից, սթրեսի հաճախականությունից, սթրեսի բնույթից եւ այլն։ Ու կարող են դրսևորվել տարբեր
հոգեախտաբանական ախտանիշներով, օրինակ տագնապային խանգարումներով, դեպրեսիայով, կարող է զարգանալ հետտրավմատիկ ստրեսային խանգարում, կարող են դիտվել դիսոցիացված խանգարումներ, որոնց մասին գրեթե չի խոսվում, բայց իրենք բավականին տարածված խնդիրներ են, պոպուլյացիայի մոտ 6%-ի մոտ նկատվում է դիսոցիացված խանգարումները։ Մի փոքր կարող եք, քանի հասել ենք այդ բառին, հասկանանք, թե ինչ եզրույթ է դա եւ ովքեր են ռիսկի գոտում, եթե կարելի է այդպես ասել։ Նայեք, դիսոցիացված խանգարումները նախկինում կոչվում էին շատ այսպես ամոթալի բառով հիստերիկ նևրոզ։ Այդ դա շատ ծանոթ է, այդ դա շատ լավ ենք հիշում, այո։ Հիմա ինքը կոչվում է դիսոցիացված եւ կոնվերսիոն խանգարումներ։ Հիմնական բնութագրիչը սա է, որ անձը հիմնականում ստրեսի հետևանքով չի կարողանում համակարգել կամ վերահասկել իր զգացողությունները, շարժումները, նա։ Այսինքն պարզ ժեստերի մասին է խոսքը, հա, լացի կամ ագրեսիայի դրսևորման մասին է խոսքը, որ հիմա մեզ լսողները իսկապես պարզ հասկանան։ ժեստերից մինչև ուշագնացություն, մինչև լուրջ նյարդաբանական ախտանիշներին նմանվող խնդիրներ, օրինակ ցնցումային նոպային նմանվող, նա։ Եթե այստեղ ներառվում են եւ այլն։ Եթե այստեղ ներառվում են թեթևից մինչև շատ բարդ դրսևորումներ, այդ դեպքում 6%-ը քիչ է, թե ինձ է թվում։ Չէ, ես կարծում եմ, որ քիչ չէ, կարելի է համարել, որ տարածված խնդիր է։ Համեմատած այլ նևրոտիկ ուրեմն բնույթի խանգարումների ինքը քիչ է, բայց էլի տարածվածությամբ օրինակ շիզոֆրենիայի կամ բիպոլյար խանգարումների հետ ինքը բավականին շատ է։ Մենք զրուցում ենք հոգեկան առողջության համալիր Human Harmony կենտրոնի հոգեբույժ Գևորգ Փաշիկյանի հետ եւ մի այսպիսի հարց դուք նշեցիք, որ բազմաբաղադրիչ է, ահա այդ խանգարումը, որը ի վերջո խնդիրը, որը ի վերջո վերածվում է խանգարման, արդյոք յուրաքանչյուր անձի մոտ փաստորեն իր ուրույն բանաձևն է ստեղծվում, որ այ իր մոտ մի քիչ կար ժառանգական նախատրամադրվածություն, գումարվեց սա, հետո հանվեց սա եւ արդյունքում ունեցանք ինչ որ բան եւ ինչպես եք դուք բացահայտում այդ ամենը։ Մի փոքր ձեր աշխատանքը ներկայացրեք։ Նայեք, ինքը բավականին դժվար է, որովհետեւ նևրոտիկ բնույթի խանգարումների ժամանակ կոնկրետ անձի մոտ կարող են դրսևորվել մի քանի բնույթի խանգարումներ, օրինակ տագնապային համախտանիշին բնորոշ ախտանիշներ, դիսոցիացված խանգարումներին բնորոշ ախտանիշներ, ասթենիկ համախտանիշին գերհոգնածության բնորոշ ախտանիշներ, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման բնորոշ ախտանիշներ, մոտավորապես 50% դեպքերում հենց այդպես է լինում է։ Մենք պետք է բավականին մանրամասն հետազոտենք անձին, բավականին մանրակրկիտ նաև հավաքագրենք եւ անամնեստիկ տվյալները եւ կատամնեստիկ տվյալները, որպեսզի բացահայտենք նաև ստրեսորի արկայությունը, որը որ բերել է այդ խանգարմանը, նաև բացահայտենք այն գլխավոր համախտանիշը, որի ուղղությամբ պետք է աշխատենք։ Հեշտ է ստացվում դա։ Ոչ։ Դժվար է ու աշխատատար Պարզ է։ ոչ։ Մոտավորապես որքան ժամանակ պետք կգա այս ամենը բացահայտելու, հստակ ախտորոշում ունենալու, այ անձը դիմեց որոշակի գանգատներով եւ դուք սկսում եք իր հետ աշխատանքը։ Ինչ ժամանակի պետք է տրամադրվենք։ Միջինում կարելի է ասել, որ առաջնակի այցի ժամանակ գոնե 1 ժամ պետք է, որպեսզի մանրամասն հետազոտություն իրականացնես, բայց ելի կախված է նևրոտիկ խանգարման բնույթից, օրինակ սոմատոֆորմ խանգարումների դեպքում, անվանած սոմատիզացված խանգարումների Ինչ է դա։ Սոմատիզացված խանգարումները դրանք այն դեպքերն են, երբ որ ստրեսորի հետևանքով հիմնականում ախտանիշները դրսևորվում են միայն սոմատիկ գանգատների տեսքով, օրինակ մաշկի քոր կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, այլ գանգատներ անձը չի ունենում եւ բժշկին բավականին երկար ժամանակ է պետք լինում բացահայտելու այդ խնդիրը։ Ասեմ, որ միջ այդ պացիենտները բազմաթիվ այլ բժիշկ մասնագետների են դիմում, մինչև հասնում են հոգեկան առողջության մասնագետի, նույնիսկ դեպքեր են լինում, երբ որ վիրահատական միջամտություններ են իրականացում, հետո նոր հասնում են հոգեբուժի։ Այդ դեպքերում բավականին դժվար է աշխատելը։ Մենք նշեցինք, որ հստակ մարդու կյանքի որակի վրա է սա ազդում եւ իհարկե արդյունքում են սկսում պրպտել, թե ինչպես լուծի հարցը, կարող է տարբեր պրոֆիլի բժիշկների սենյակներով անցնել, վերջում պարզվի, որ
հոգեկան, հոգեբանական խնդիր էր, կարող եք նշել մեր երկրում, մեր հանրությունը, քանի որ դուք հայերի հետ եք աշխատում, ամենաշատը ինչ երևույթներից եւ ինչ դեպքերից է հասնում այս տրավմայի։ Կարծում եմ ամեն հանրություն իր առանձնահատկություններն ունի, այ մեզ վրա ամենաշատը ինչն է վատազդում։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, փորձառությունը։ Իմ կարծիքով ամենամեծ ազդեցություն ունեցողը դա մեդիա դաշտն է, որտեղ որ կան բավականին նախթյուր ինֆորմացիա հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ, բացի դա բացասական ինֆորմացիաներ, որոնք կարող են առաջացնել անձի մոտ ստրես, մենք գիտենք, որ նաև հետտրավմատիկ ստրեսային խանգարման պատճառ կարող է լինել, մեդիայում, ասենք, լուրջ կատաստրոֆիկ իրադարձություններ տեղադրելը, որ կարող է անձի վրա ազդեցություն ունենալ ու զարգանալ անձի մոտ հետտրավմատիկ ստրեսային խանգարում։ Երկրորդ պատճառը իհարկե նաև անցած տարիների պատերազմներն են, որոնք որ էլի բերել են հետտրավմատիկ ստրեսային խանգարումների որոշակի աճի։ Էլի գործոններ կան իրազեկվածության ցածր մակարդակը, կրթական ցածր մակարդակը, առողջ ապրելակերպի բացակայությունը գրեթե եւ այլն։ Իդեպ Հայաստանում մի տեսակ խտրականություն եւ թիրախավորում էլ կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն դրսևորումներ հոգեկան որոշ խնդիրների, ապրում են իրենց կյանքում, բայց նաև զգացվում է, որ իրենք երևում է, որ իրենք ունեն որոշակի խնդրահարույց դրվագներ եւ ովքեր դիմում են հոգեբուժի, աշխատում են հոգեբուժի սենյակում ու նկատվում է այդ մի տեսակ ստիգման։ Ինչ է կարծում, սա պատճառ հանդիսանում է, որ մարդիկ երկար տարիներ ապրեն գանգատներով եւ այդպես էլ չդիմեն ձեզ, վախենալով, որ բոլորը կիմանան, որ ես հոգեկան հիվանդ եմ, այսպես էլ ճակերտավոր։ Այո, իհարկե ամենամեծ պատճառը դա ստիգման է, որ հոգեկան առողջության մասնագետի։ Միանշանակ ունենք, ինքը միշտ լինելու է բոլոր երկրներում կա այս կամ այն մակարդակի, բայց նաև դրական է, որ այդ ստիգման որոշակի արդեն մեղմանում է ու մարդիկ սկսել են դիմել արդեն հոգեկան առողջության մասնագետների, հոգեբույժների այնքան չէ, բայց կլինիկական հոգեբանների, ընդհանրապես հոգեբանների արդեն կոպիտ ասած մոդայիկ է դարձել դիմելը։ Որոշ նորաձև, որ ես ունեմ իմ հոգեբանը եւ այլն, այսպիսի բան կա, իսկ ինչպես կգնահատեք կլինիկական հոգեբանների եւ հոգեթերապևտների համագործակցությունը ձեզ հետ։ Արդյոք հիմա միտում կա գրագետ վարելու բուժառուին պատմությունը, кейսը ուղղորդելու հոգեբուժի մոտ, որպեսզի նա դեղորայք նշանակի, թե ոչ այնքան։ Նայեք, եթե մենք նախկինի համեմատություն տանենք, ապա այդ կուլտուրան զարգացել է, ինքը գիտենք, որ ամենաճիշտ ճանապարհն է հոգեկան առողջության խնդիրների կառավարման, թե բուժման տեսակետից, թե կանխարգելման տեսակետից, թե հետագայում ռեցիդիվներ չտալու տեսակետից, աստիճանաբար սկսվում է այդ համագործակցությունը կլինիկական հոգեբանների եւ հոգեբուժների միջեւ։ Դրան նպաստում է նաեւ որոշակի հանրության շրջանում որոշակի գրագիտությունը, նույնիսկ դեպքեր են լինում, երբ պացիենտը ինքն է հասկանում, որ օրինակ նման իր դեպքում պետք է նաև դեղորայքային որոշակի միջամտություն, ու ձեզ ասում են ինձ հակադեպրեսանտ նշանակեք, հա? Չէ, ինքն է ուղղորդում հոգեբանին օրինակ, իսկ միգուցե ինձ բանը ուղղորդեք հոգեբուժի մոտ, նույնն էլ հակառակն է լինում։ Հոգեբուժին է նույն հարցադրումը անում, իսկ միգուցե ինձ արդեն ուղարկեք հոգեբանի մոտ, որ ասենք կոմպլեքս բուժում իրականացվի կամ փոխհամագործակցված աշխատանքը լինի։ Նաև այդ որոշակի գրագիտությունն է նպաստում։ Ասեմ, որ խարանի հիմնական վատ ազդեցությունը նա է, որ կոնկրետ նևրոտիկ ու ստրեսով պայմանավորված խանգարումների հետ կապված, որ այս խանգարումները շատ հաճախ առողջանում են, մեծամասամբ ելքը առողջացումն է, բայց երբ որ խարանի հետևանքով կամ այլ ինչ-որ պատճառներով չեն դիմում հոգեկան առողջության մասնագետի, այս խանգարումները նաև մեծ հակում ունեն քրոնիկ ընթացք ունենալու։ Այսինքն անձը եթե տարիներով սկսել չբուժվելը, իր մոտ ախտանիշները կրելու են քրոնիկ բնույթ, ալիքաձև, անընդհատ դրսևորվելու են, ինքը ժամանակ առ ժամանակ կարիք է ունենալու միջամտության հոգեկան առողջության մասնագետի կողմից։ Ճիշտ է նաև, որ տևական սթրեսը եւ դրանով չզբաղվելը, դրա
բուժումը չձեռնարկելը վնասում է արդեն գլխուղեղի, նեյրոնային կապերի եւ տարբեր այլ օրգան համակարգերի վրա ու այնինչ կարելի էր վաղ փուլում առանց սրանց հասցնելու բուժել, հետո արդեն նաեւ հետևանքներով եք ստիպված լինում զբաղվել։ Օրինակ բերենք պարզ օրինակ կորտիզոլի բարձր մակարդակը, եթե ինքը տևական ժամանակ, իսկ ստրեսի հետևանքով կորտիզոլը բարձրանում է, ինքը տևական ժամանակ բարձր մակարդակ ունենալով օրգանիզմում բերում է նաև նեյրոնների գեներացիայի դանդաղմանը կամ ընդհատմանը, իսկ ինքը արդեն իր հերթին գլխուղեղի ախտահարման է բերում, նաև բազմաթիվ արդեն ապացույցներ կան, որ նույնիսկ մեծահասակների մոտ դիտվող հոգեկան առողջության խնդիրները, որոնք որ կապված են նեյրոդեգեներատիվ պրոցեսների հետ, այսինքն գլխուղեղի նեյրոնների մահվան հետ բարձ ասած, պատճառներից մեկը նաև կյանքի ընթացքում հաճախակի բազմաթիվ ստրեսային իրավիճակներում հայտնվելն է կամ դեպրեսիվ էպիզոդներն են կամ տագնապային էպիզոդներն են։ Պարոն Փաշիկյան, համաձայն եք, որ մարդիկ չեն դիմում նաև հոգեբուժներին, քիչ են դիմում, վախենալով դեղորայքից, հակադեպրեսանտներից, որ նրանք կվնասեն այլ օրգան համակարգերի, կախվածություն ձեռք կբերեն, ընդհանրապես մի տեսակ sense միստիկ վախ կա հակադեպրեսանտներից, վատ բաներ ենք լսում, կարճ ասած դրանց մասին։ Ինչ կասեք, հիմա ինչ վիճակ է այս թեմայում։ Էլի նույն վիճակն է, երբ որ անձինք դիմում են, այո։ Մենակ չնշանակեք, չէ, դեղորայք։ Չէ, բանը երբ որ գալիս են իրանք արդեն գիտեն, որ պետք է նշանակվի, օրինակ, չէ, եթե դեղորայքային բուժման մասին է խոսք գնում ու արդեն կողքից տարբեր հարցեր են տալի։ Իսկ որ օրգանին ա վնասում, սա իսկ կախվածություն կառաջացնի, թե չէ։ Հիմնական հարցը դա կախվածություն առաջացնելն է, որը գիտենք, որ հակադեպրեսանտը չի առաջացնում։ Բայց բոլորը այդ հարցը տալիս են։ Այդ դուք գիտեք, բայց իսկապես հանրության լայն շերտերը, չգիտեմ ինչն է պատճառը, որ չեն համոզվում։ Շատ եմ լսել, որ մի պահի դադարեցնում են առանց բժշկի ցուցման եւ հետո ասում ես կախվածությունն է ավելի վատացա, բայց կարծես թե խնդիրն այն է, որ միանգամից չի կարելի, չէ, թողնել եւ պետք է այսպես փափուկ հանել ու դա կախվածություն չի առաջացնի ճակերտավոր։ Պարոն Փաշիկյան, ինչ կասեք Open Arms հոգեկան առողջության բարելավման նախաձեռնության մասին, որը ձեր կենտրոնում գործում է եւ ահա այս նախաձեռնության շնորհիվ ձեր կենտրոնում ինչ ծառայություններ կարելի է ստանալ, այդ թվում նաեւ անվճար։ Մեր կենտրոնում կարող են ստանալ հոգեկան առողջության բոլոր ծառայությունները անվճար Open Arms-ի միջոցով։ Այսինքն ցանկում ինչ կա, կարելի է այդտեղ օգտվել։ Այո, հոգեթերապևտիկ աշխատանք, հոգեբուժի խորհրդատվություն, հոգեբանական աշխատանք եւ այլն։ Ինչպես է սելեկցիան արվում, ինչպես է ընտրվում բուժառուն, ով կարող է օգտվել այս ծառայությունից, ինչպես դիմել, հասցե հեռախոսահամար, եթե դիմելու համար կարող եք նշել։ Այս բանը չեմ կարող նշել, ճիշտ ասած։ Ես հասցեն Քաջազնունի 1, չէ՞։ Կարծես թե եւ կարող եմ հնչեցնել այստեղ զետեղված հեռախոսահամարը 077 71 5909 հասցեն Քաջազնունի 1 Human Harmony Center եւ շատ հավանում եմ ձեր այդ սլոգան կոչվածը հոգեկան առողջության համալիր ծառայություններ մեկ վայրում։ Սա կարծես նշանակում է, որ դուք հոգեկան առողջության բոլոր դրսևորումների եւ այդ բոլոր ցանկի հետ հաջողությամբ աշխատում եք։ Ճիշտ է։ Կարելի է ասել, բայց ոչ այն բոլոր մեթոդները մենք ունենք աշխատանքի, որը որ էլի պետք է համալիր ծառայություն մատուցելու համար, օրինակ վերջին շրջանում մենք գիտենք, որ զարգանում է նաեւ նեյրոկենսաբանությունը հոգեբուժության մեջ ու արդեն հոգեկան առողջության խնդիրների հիմքում հենց ընկնում են նեյրոկենսաբանական կամ ֆիզիոլոգիական պրոցեսները ու նաև ուղղություն կա նորագույն ուղղություն է, որը կոչվում է ոչ ինվազիվ ինտերվենցիոն հոգեբուժական միջամտություններ կամ հոգեբուժական բուժում աշխարհում կիրառում է դա։ Դրանք նեյրոմոդուլյացիայի միջոցով մանավանդ նևրոտիկ եւ ստրեսով պայմանավորված հոգեկան առողջության խնդիրների բուժումն է։ Բայց սա դեռ նորություն է եւ կամած ներդրվելու է, հա։ Այո։
Ու ցանկալի կլինի, որ աստիճանաբար ներդրվի, ասեմ, որ Հայաստանը նաև ուսումնական ծրագրում հոգեբուժների կա առանձին բաժիններ մասնագիտացում, որ կոչվում է ինտերվենցիոն հոգեբուժություն։ Այսինքն ապագայում կներեք, ապագայում պետք է նաև անձինք, ովքեր որ ցանկություն ունենան, կարող են վերապատրաստվել այդ ուղղությամբ։ Լավ, եւ կուզեի այն գիտահետազոտական ինստիտուտի մասին մի փոքր խոսենք, որի բացումը հույս ունեմ կկայանա անպայման Հայաստանում եւ այստեղ կարծես թե հենց այս նոր սկզբունքները փորձարկվելու են եւ առաջարկվելու են, հա, եւ հոգեբուժներին եւ այցելուներին։ Դուք ինչ հեռանկար եք այստեղ տեսնում։ Կստացվի, ինչը կխանգարի, ինչը կօգնի։ Նայեք, հոգեբուժության մեջ նորարարական մեթոդների ներդրումը միշտ ողջունելի է, բայց պետք է նաև ուշադիր լինել, բանը ներդնել այն մեթոդները, որոնք փորձարկված են, որոնք որ տվել են իրանց դրական արդյունքները, որոնք աշխարհում միգուցե նաև կիրառելի են։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հնարավոր է, որովհետև տեղյակ եմ, որ նախաձեռնությունը ունի նման նպատակներ, կարծում եմ, որ Հայաստանը ունի նախադրյալներ, նաև ինչ չէ հոգեբուժական ոլորտում туриզմը զարգացնելու համար, որովհետև ինչպես ասեցի, ես ամենակարևոր պայմանը մենք ունենք, դրանք բավականին խելացի հոգեբուժներն են, որոնք որ Հայաստանում կան։ Եթե կհիշեք, ընդ որում մոտ 15 տարի առաջ քիչ հոգեբուժներ կային եւ նաեւ քիչ էին ընտրում այս մասնագիտացումը այդ կլինիկական օրդինատուրայի ժամանակ, ինչ եք կարծում, ինչն է դրդապատճառը, որ այսօր այն զարգացել է եւ շարունակում է շատ ակտիվ զարգանալ։ Ինչն է փոխվել մեր կյանքում, մեր երկրում, մտածողությունում։ Ես կարծում եմ, որ հիմնական պատճառը դա պահանջարկն է, շուկայական հարաբերություններ, այսպես ասած։ Եթե կա հոգեբուժի պահանջարկ, ուրեմն պետք է նաև հոգեբուժները վերապատրաստեն, ճիշտ եք նկատել, որ հոգեբուժները գնալով շատանում են Հայաստանում եւ որակական առումով բարելավում է նկատվում նաև, ինչը շատ կարեւոր է։ Ինչպիսին է ձեր կարծիքը մեր երկրում հոգեբուժների վերապատրաստվելու, ակտիվ ուսուցում կազմակերպելու իրենց կյանքում, ահա այս ամենի վերաբերյալ կոնֆերանսներ, սեմինարներ, տարբեր կոնսիլիումներ, ինչ է կատարվում, ակտիվ է։ Էլի ակտիվ է, ասեմ, համեմատած նախորդ տարիների ակտիվությունն այս ոլորտում նույնպես նկատվում է եւ ուսումնական կենտրոնների կողմից են ուսման մակարդակը բավականին բարձրացել է եւ նաեւ ինքնակրթությամբ են զբաղվում հոգեբուժները շատ հաճախ նույնիսկ արտասահմանյան իրենց այսպես միջոցներով հաճախակի արտասահմանյան կոնֆերանսների են մասնակցում, տեղում են կոնֆերանսներ կազմակերպվում նաեւ մասնագիտական ասոցիացիաների կողմից, որ ակտիվ մասնակցում են բոլոր հոգեբուժները գրեթե։ Մենք ունենք նաեւ փորձ երբ որ Երևանից են հոգեբուժները գնում, անցկացնում են դասախոսություններ կամ քննարկումներ մարզերում։ Արտերկրում, մարզերում նաև։ Իդեպ մենք դեռ ունենք խնդիր, որ մարզերում ամեն ինչ շատ ավելի դանդաղ է, ավելի դեռ հետ է մնում եւ մասնագետներն էլ ակտիվ չեն այնտեղ տեղափոխվել աշխատելու առումով, ինչ կասեք։ Հա, ցավոք սրտի դեռ այդ համաչափությունը կա, բայց կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո նաեւ այդ հարցը կլուծվի, գիտենք, որ նաեւ ընտանեկան բժիշկները արդեն իրավունք ունեն որոշակի հոգեկան առողջության խնդիրներով զբաղվելու, նաեւ ուղղորդելու, ինքը կթեթևացնի ուրեմն մարզերում հոգեբուժների պակասը։ Իդեպ հետաքրքիր հարց ունենք լսարանից սթրեսով պայմանավորված հոգեկան խանգարումների դեպքում արդյոք կարող է վատանալ հիշողությունը, այսինքն վնասվել մարդու հիշողությունը եւ ինչպես է այն ազդում մարդու սեռական կյանքի վրա, հետաքրքիր հարցեր են կարծում։ Հիշողության վրա միանշանակ ազդում է, մենք ասացինք, որ տևական սթրեսով պայմանավորված տևական հոգեկան առողջության խնդիրներ իրանք բերում են գլխուղեղի ախտահարման նաև ես մի քիչ առաջ ասացի որ նեյրոնների նոր առաջացող նեյրոնների կանգ է լինում ինչը որ իհարկե ազդում է նաև անձի հիշողության եւ ուշադրության վրա ընդհանուր ասած ճանաչողական նաև ֆունկցիաների վրա դա միանշանակ է ինչքան երկար է տևում սթրեսով պայմանավորված խնդիրը այնքան ավելի խորն է լինում ճանաչողական խնդիրները որոշ դեպքերում կարող են լինել նաև անվերադարձ եթե բավականին երկար է լինում նևրոտիկ բնույթի խնդիրը ինչ վերաբերում է սեռական
ուրեմն առողջության միանշանակ ազդեցություն ունենում է նրանք ապացուցված փաստերին։ Այստեղ մենք ֆունկցիոնալության մասին ենք խոսում, թե առհասարակ լիբիդոյի, թե չկան։ Սեռական ֆունկցիայի խանգարման մասին ենք խոսում, որը որ վերադարձելի է։ Փաստորեն ամեն դեպքում թողնել բարձի թողի վիճակում գանգատները չի կարելի։ Եկեք այդ դեպքում մանրակրկիտ վերջին րոպեներին անդրադառնանք, թե որ նշանները պետք է զգոնացնեն անձին։ Ինչ փոփոխություններ պետք է մենք նկատենք մեր անձնական կյանքում, որը ազդանշան է, որ միգուցե կա այս խնդիրը։ Նայեք, ամենակարևոր նշանը դա նա է, որ որևէ հոգեկան ապրումի հետևանքով կամ մարմնական դրսևորման հետևանքով, որը որ չունի օրգանական հիմք, բերում է սոցիալական ու հոգեբանական ադապտացիայի որոշակի խանգարումների կամ կյանքի որակի անկման։ Եթե կա կյանքի որակի անկում ու կամ որոշակի ախտանշաններ, ապա միանշանակ պետք է դիմել բժշկի։ Իհարկե խոսքը չի գնում 1 կամ 2 բանը, օրինակ պանիկ գրոհների մասին։ Ինքը խոսքը գնում է որոշակի տևականություն ունեցող 2 շաբաթ, 3 շաբաթ եւ ավելին։ Ախտանշանները տարբեր կարող են լինել։ Օրինակ նույն նևրոտիկ ու ստրեսով պայմանավորված խնդիրների մեջ մտնում են տագնապային խանգարումներ, կարող են լինել խուճապի գրոհներ, կարող է լինել վախի զգացողություն, կարող է լինել կպչուն ու սևեռուն մտքեր, որոնք տևական են ու առաջացել են որոշակի ստրեսորի նկատմամբ, դեպրեսիվ տրամադրություն, մարմնական տարբեր գանգատներ, օրինակ ստամոքսաղիքային տրակտի կողմից, սիրտանոթային համակարգի կողմից, կարող է լինել ստամոքսաղիքային տրակտից փորլուծություն, փորկապություն, սրտի շրջանում ծակոցներ, ստենոկարդիայի նոպային նմանվող ցավեր, 3 շաբաթ եւ ավել, եթե սրանցից մեկը որոշակի տևական ժամանակ, այնպես որ նաև բանը վեգետատիվ որոշակի դրսևորումներ, հաճախամիզություն, միզակապություն, գերքրտնարտադրություն, քնի խանգարումներ, մղձավանջներ եւ այլն։ Մի այսպիսի հարց, դուք նաև սոմատիկ տարբեր նշաններ եւ վեգետատիվ տեղաշարժեր թվեցիք, արդյոք սրանց դեպքում նախ եւ առաջ պետք է գնալ օրինակ ընտանեկան բժշկի մոտ, ներկայացնել գանգատները, հերքել հերթով ամեն ինչ, ամենավերջում հայտնվել հոգեբուժի մոտ, թե հակառակը, որն է այստեղ ավելի արդյունավետ։ Ամենաիդեալական տարբերակը, որը որ ես կուզենամ, որ այդպես լինի, եթե անձը ունի որոշակի սոմատիկ գանգատներ ու ինքը չգիտի դե այդ գանգատները ինչով են պայմանավորված ու որ մասնագետի պոչից բռնի, ամեն դեպքում ճիշտը ընտանեկան բժշկին դիմելն է, բայց մենք պետք է ունենանք ընտանեկան բժիշկներ, որոնք որ ունեն բավարար գիտելիքներ նաև հոգեսոմատիկայից ու ընդհանրապես հոգեկան առողջությունից, իրանք վերապատրաստում են ներկայում, նախկինում են վերապատրաստում, կարծում եմ, որ արդեն որոշ մասը ունեն այդ գիտելիքները։ Քանի որ ինչի իրանց դիմեն, որովհետև ընտանեկան բժիշկը եւ այսպես ասած ունի գիտելիքներ հոգեկան առողջության ոլորտից եւ ունի գիտելիքներ նաեւ մարմնական առողջությունից ու ինքը կարող է որոշակի տարբերակի չախտորոշում անել ու նաեւ որոշակի այն պահանջվող նվազագույն հետազոտություններն անել, որի հիման վրա նաեւ այլ մասնագետներ, նեղ մասնագետները կարող են եզրակացություն անել։ Նոր ընտանեկան բժիշկը արդեն կորոշի ավելի ճիշտ է այդ անձը ում ուղղորդվի, հոգեբուժի ուղղորդվի, թե այլ նեղ մասնագետի, չգիտեմ, նյարդաբանի ուղղորդվի կամ սրտաբանի։ Նաև եթե գալիս են հոգեբուժի մոտ արդեն այդ բազային արդյունքներով, դուք եք ավելի լավ պատկերացնում այնտեղ ինչն է հերքված եւ ինչի հետ գործում եք։ Ինքը շատ լավ է, որ պացիենտի ճանապարհորդությունը հստակ գծված լինի ու հստակ ինքը իմանա որ ճանապարհով է անցնում, դա շատ լավ է, որովհետեւ եւ պացիենտը քիչ ծախս կունենա այդ դեպքում եւ բժիշկները, որոնք որ ներգրավված են այդ ճանապարհի մեջ, այսպես ասած, իրենք ավելի շատ ժամանակ կունենան, ժամանակը կկրճատվի։ Արդյունավետ է իհարկե։
շատ արագ անցավ մեր կես ժամը։ Մենք զրուցում էինք Human Harmony կենտրոնի հոգեբույժ Գևորգ Փաշիկյանի հետ։ Ես հիշեցնեմ, որ այս կենտրոնում Open Arms նախաձեռնության շնորհիվ դուք կարող եք նաև անվճար ծառայություններ ստանալ Քաջազնունի 1 հասցեով հեռախոսահամարը 077 71 5909 եւ իհարկե կենտրոնը սոցիալական էջերում ունի, հարթակներ ներկայացված է, կարող եք նաև սրճանել ու գտնել, դիմել, հետևեք ձեր հոգեկան առողջությանը։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։ Շնորհակալություն հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։